Նախ խոսենք մեր էնդոկրին համակարգից, ինչպես հայերեն ենք ասում ներզատիչ գեղձերի համակարգը, դրանք կան միայնակ օրգան է, կա զույգ օրգան է, շատ փոքր իրենց մասսայով, արտադրած նյութերը, որոնք անվանում ենք հորմոններ, դրանք շատ չնչին քանակով են արտադրվում, բայց ունեն ահռելի ազդեցություն մեր օրգանիզմում։ Այդ գեղձերը նախ կենտրոնական գեղձը գլխուղեղում տեղակայված մեր հիպոֆիզն է, նրանից վերև ավելի ներվային էնդոկրին ընդհանուր մի համակարգ, որը կոչվում է հիպոթալամուս, այնուհետև գտնվում է հիպոֆիզը, իսկ հետո արդեն իջնում ենք ավելի ներքև։ Վահանաձև գեղձը, որը ժողովրդի մեջ դրա խանգարումները հայտնի է որպես խպիպ կամ զոբ։ Այնուհետև ենթաստամոքսային գեղձը, որը արտադրում է ինսուլին եւ ցավոք սրտի դարի հիվանդությունը շաքարախտն է, այսինքն այդ գեղձի խանգարումների ժամանակ մենք ունենք շաքարախտ։ Այնուհետև գալիս է դրանից հետո գալիս են շատ կարևոր այսպես կոչված մակ երիկամները։ Խոսքն արդեն ասում է, որ դրանք երիկամներից զատ փոքր լոբաձև օրգաններ են, որոնք տեղակայված են երիկամների գագաթի շրջանում, եւ դրանք մեր ներզատիչ գեղձերն են, որոնք արտադրում են նույնպես կարևորագույն հորմոններ։ Եվ վերջապես տղամարդկանց մոտ ձվերը, կանանց մոտ ձվարանները։ Նրանք էլ պետք է ապահովեն մեր վերարտադրողական ֆունկցիան թե տղամարդու եւ թե կնոջ։